ով է ձեր վարչապետի տեխնացուն։ Ուժեղ առաջնորդին պետք է ուժեղ ընտրող։ Հայավարի չինացու փողով ենք ուզում, ասես մի հատ այգի դոան է։ Հավաստիացնում եմ ձեզ, շատ համեստ ենք խոսում։ Ինձ ասեք կոնկրետ ինչ լուծում եք տալու։ 0% հարկ փոքր բիզնեսին։ Ինձ սեքսի նախարարի պաշտոնը խոստացվի։ Լավ բանակցելու արդյունքում այս հարցը լուծելի է։ Մի գայթակղվեք Նարեկի առաջարկով։ Մեծ ծանրակշիռ հաղթանակա պետք է։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, շնորհակալություն որ մեզ դիտում եք, շնորհակալություն որ չեք մոռանում լայքը նայելուց առաջ կամ հետո կամ մեջտեղները դնել։ Այսօր մենք խոսելու ենք մեր ձևով շարժման խորհրդի, համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ, վերջապես դուք կգաք մեր ձեռը եւ միանգամից ով է ձեր վարչապետի տեխնացուն։ Բում։ Ամսի 12-ին կասենք բան չի մնացել։ Ես գիտեի որ տենց ասելու, բայց փորձեցի։ Հարցը հրած է, ամսի 12-ից հետո ձեր վարչապետի տեխնացուն կգա ոդկաստ։ Որ հրավիրեք, Հրավիրենք կգա։ Okay, լավ, սկսենք ձեր 5 քայլից, հա։ Եկեք թարմացնենք նախ հեռուստադիտողների համար, հերթով sense քայլերով անցնենք։ Առաջինը, եթե չեմ սխալվում, 300,000 նոր աշխատատեղ ստեղծելն է, ահա, okay։ Էսի աշխատանքի հրավերը 300,000-ից մեկը։ Երկու հատ հանենք, 299,990։ Ձեզ քննադատողները ասում են, որ մի աշխատատեղ ստեղծելը, այդ ինչ որ X գումար է, այդ 300,000-ը որ գումարում ենք, ստացվում է, որ 15 միլիարդ պետք է ներդնենք, ու պլյուս եթե ձևը գիտեիք 300,000 աշխատատեղ ստեղծելու, բա ինչի մինչև հիմա այդ չէիք անում։ Ձևը գիտենք։ Հենց սա հարցն էլ է դա, որ մենք ձևը գիտենք, որովհետև մենք արել ենք այդ։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր արդեն ունենք ստեղծած ու ունենք գործարաններ կառուցած, մենք այդ փորձը ունենք, բայց մենք էլ չենք ուզում, որ այդ լինի մասնավոր, մենք ուզում ենք այդ լինի պետական ծրագիր լինի։ 300,000-ից 85,000-ը պետքա լինի արդյունաբերական ոլորտում, 85,000 աշխատատեղ։ Անկեղծ բավականին մեծ հարցեր է լուծելու մեր երկրում, պատկերացրեք ամեն քաղաքում, ասենք Բյուրեղավան Սիրուն քաղաքում, Հրազդանում, մնացած տարբեր քաղաքներում գործարաններ են բացվում, մարդիկ աշխատատեղ են ունենալու։ Բոլորս էլ լավ գիտենք էլ իրականում գյուղերը ինչ կարգի են գյուղերը դատարկվում։ Բայց նաև գիտենք, որ կան գյուղեր, որտեղ գործում են ինչ-որ տենց արտադրամասեր ու հենց անգամ տեղացիները, այդ գյուղի բնակիչները չեն ձգտում այդտեղ աշխատել, օրինակ շոկի մեջ ենք, որ իմացանք, որ ուրիշ գյուղերից են մարդկանց բերում, որպեսզի այնտեղ աշխատեն, որտեղ տեղացիքը այդտեղ չէին ուզում։ Այդ խնդիրը մի հատ տեքստիլ ուսումնասիրել է պետք։ Չէ, տենց չի։ Կներեք, բայց անկեղծը տենց չի, էլի մենք շատ աշխատասեր ու արարող ազգ ենք։ Ու պատմությունն էլ է ցույց տալիս, որ մենք արարող ազգ ենք, դա տենց չի։ Ուղղակի ընդհանրեն ուսումնասիրություն է պետք անել, ես ոնց եմ տեսնում, հա, մենք ոնց ենք տեսնում։ Պետությունը պետք է ուսումնասիրի մարզերը, քաղաքները, իրենց ունեցած աշխատանքային պատմությունը, բոլորս լավ գիտենք ժամանակին ինչքան գործարաններ են եղել, ամեն ինչից անկախ ինչ որ փոքր արտադրություններ մնացել է, մասնագետներ դեռ կան, ովքեր որ աշխատել են ու էլի փորձ ունեն։ Ու ամեն ինչից անկախ տարածաշրջանները պետք է ուսումնասիրվի տնտեսական տեսանկյունից եւ պետությունը պետք է առաջարկ անի ներդրողին, ասի օրինակի համար եղբայր դու Գեղարքունիքի մարզում, օրինակի համար Քյավառի կողքերը, այս ինչ արտադրությունը կդնես, ես էլ պատրաստ եմ այս հարցերով քեզ աջակցեմ։ Պետությունը այս գործիքակազմով պետքա առաջարկ անի ու բերի ներդրողին ու հստակ ցույց տա որտեղ թե ինչ արտադրություն պետք է անի։ Այդ պետքա թե տնտեսական տեսանկյունից ամեն ինչից անկախ պետքա ուսումնասիրվի ու պլյուս արդեն պետքա մեր ժողովրդին էլ ուսումնասիրենք, հասկանանք իրենք ինչ են ուզում, ինչ կարան, ինչքան է հնարավոր այդտեղի մեր հայրենակիցներին աշխատանք առաջարկել, իրենք էլ որ սիրով գան աշխատեն։ Աշխատավարձ, լավ աշխատավարձ, լավ գործ։ Էդ էլ եմ հարցնեի, բայց նախ այդ շատ գործարաններ որ եղել են, դե սովետի ժամանակվանից իրանք տենց շատ սովետական բանի մեջ են եղել, հա, որ ինչ որ մնացել, ասենք նավաշինական ինչ որ կարող է բաներ, տիեզերագնացական ինչ որ տենց դետալ արտադրող բան։ Հիմա այն ինչ որ կա պոտենցիալը պետքա նոր ուսումնասիրեք, թե տնային աշխատանք արել եք, որ իմանաք այստեղ կսազա, օրինակ, այս արտադրությունը, այնտեղ ուրիշ գյուղում, ուրիշ գյուղատնտեսական այդ ամեն ինչը նայել եք ըստ ռեգիոնների, էլի, որտեղ ինչ եք անելու ու աշխատավարձը, որտեվ դա շատ կարելի լինի 300,000 աշխատատեղ, բայց 100,000 դրամ աշխատավարձով ու գյուղացիները կասեն՝ «Թու,
տենց բանը, ավելի կնստենք, տենց մի կողմից նպաստ, մի կողմից մի բան կցանենք ու վсё, որտեվ շատ դժվար է շահագրգռել, տեքստիլ մի հատ արտադրություն են եղել, ես ու Նարեկը, որ իրանք հատուկ սարքել են գյուղում, մտածում են հեսա, գյուղացիները կգանք աշխատեն, հա։ Ու պարզվեց, չէ, գյուղացիները ի՞նչ 150,000 չէ, մենք բան ենք անում։ Հա, ավելի լավ է կլրվենք 9-ից 6 աշխատենք բան, այդ պահը կա էլի, այդ դա ոնց է հաշվարկել։ Նախ ասում ենք, որ 300,000 աշխատատեղերն է լավ վարձատրվող աշխատավարձերի մասին է խոսքը։ Նորմալ փող են աշխատելու մարդիկ։ Ինչ վերաբերում է տնային աշխատանքին, այս տնային աշխատանքները, որ շատ անկեղծ ասեմ, վաղուց արել ենք, որովհետև ունենք անգամ պրոյեկտներ, ունենք պատրաստի պրոյեկտներ + 3-5 տարով, որ մենք ունեցել ենք ու պլանավորել ենք, որ պետք է անենք, հավաստիացնում եմ, պատրաստենք այդ պրոյեկտները հետագայում հունիսի 7-ից հետո։ Նախընտրական շուրջ, հա, օքեյ։ Չէ, հետո Biz շուտով գալիս ենք իշխանության, պատրաստենք այդ պատրաստի պրոյեկտները, տանք ուրիշ ինվեստորի, պատրաստի բերեն գործ անեն, էլ չտանջվեն երկար, որովհետև մենք դրա վրա, ասենք 1-2 տարի ժամանակ ենք ծախսել։ Okay, իսկ մեզ փոքրիկ միամիտ ընտրողներին ցույց տալու եք այդ պրոյեկտները միջև ընտրեցնեն, որ մանանք ինչի համար ենք, էլի։ Միանշանակ, դրա մասին պետք է միշտ խոսել բարձրաձայն, նախ հայրենակիցների հետ է աշխատանք տարվելու, ասելու ենք, որտեղ հիմա էլ ենք ասում, որտեղ ինչ ենք պատկերացնում, նույն Վանաձորի քիմիկատների զավոդի հետ կապված Նարեկ Կարապետյանն էլ մանրամասն պատմեց, թե նախկինում ինչ է եղել ու հիմա ինչ կա։ Ձեզ հավաստիացնում եմ, որ գնում ենք մարզեր, մարդիկ գործ են ուզում, բայց կուզենամ հավելեմ, առավել եւս աշխատատեղ ուզում են այն մարզերում, այն համայնքներում, ովքեր որ գիտեն աշխատատեղ ունենալը ինչ է։ Ալավերդի, հա, որտեղ եղել է ու կորցրել են, հա։ հա, Սյունիքում, դե Ալավերդում փակվել է, տենց, չգիտեմ, տարբեր տարիքային խմբի մարդիկ գալի ասում են, ժողովուրդ, օգնություն, բան, պետական, մեզ պետք չի, մեզ գործի տեղ է պետք։ Բացեք զավոդներ, մենք գնանք աշխատենք, մենք ուզում ենք աշխատել։ Ու այս ամեն ինչը հայավարի չինացու փողով ենք ուզում, sense մի հատ այգի դոանենք, որքանով вообще չինացին տեղյակ, որ մենք sense պլանավորում ենք իրենց կապիտալը ստեղ sense լավ օգտագործել, կան ինչ-որ կապեր, շփումներ կառավարության հետ, որովհետև դե որոշակի sense ռազմավարական պլանով առաջնորդվելիս են իրանք տրամադրում այդ գումարը ունենալով այս ռեգիոնի վրա որոշակի հավակնություններ հետագայում։ Չինաստանը որտեղից վերցրեցիր լսելիս, որ ես Նարեկ Կարապետյանի հարցազրույցն եմ նայել։ Ես էլ ու տենց բարի Սանտա Կլաուսը չէ, էլի ուզում եմ ասեմ Չինաստանը, աշխատանք հիմա արդեն տարվում է իրենց հետ եւ ոնց է էլի։ Վաղուց տարվել է աշխատանք, տարբեր պրոյեկտներում շատ ուժեղ գործընկերներ ունենք այնտեղ։ Մենք էլ ինչից խոսում ենք, համենայն դեպս շատ վաղուց փաստել ենք, որ մեր ֆորմատը թույլ է տալիս տենց մի քիչ ավելի ազատ խոսել, էլի, օթից չենք խոսում։ Ու առհասարակ ուզում եմ մի բան ֆիքսենք, որ ինչի մասին խոսում ենք, մի քիչ ավելի ապահովագրված թվերով ենք խոսում, որովհետև եթե մենք մի բան ասեցինք, այդ ուրեմն պիտի լինի, այդ չի կարա չլինի։ Դες մեղադրում են Ռուսաստանի ուժ լինելու մեջ, փաստորեն Չինաստանի։ Չինաստանից ենք եկել։ ու ըստ այդմ նաև կա վախ այդ Ռուսաստանի հետ կապի հետ կապված, որ կարող է հիմա Ամերիկայի հետ հարաբերությունները տուժեն, որ դուք գաք, որ լավ է թե վատ է ինչ որ բան, տենց Ամերիկայի հետ կապել է, ինչ որ մի հատ trip է կապել։ Այդ trip-ը cancel եք անելու, տենց մի հատ հակառակ trip եք անելու։ Եկեք մի հատ բան ֆիքսենք։ Մի հատ բան ֆիքսենք։ Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող ուժեղ տղա է։ Սամվել Կարապետյանը ամբողջ աշխարհով մեկ բոլոր երկրներում լուրջ որոշում կայացնող մարդկանց հետ շատ լավ հարաբերություններ ունի ու հավաստիացնում եմ այդ հարաբերությունները Սամվել Կարապետյանը ծառայեցնելու է իշա Հայաստանի Հանրապետության, իշա հայ ժողովրդի։ Այս փաստա։ Որ պահն էր այդ բեկումնային պահը, որ որոշեցիք մտնել, հա, քաղաքականություն, որտեղ նես տպավորությունն է, որ միշտ կար, հա, Տաշեր գրուպը միշտ կար, տարբեր գործարաններ, աշխատատեղեր եւ այլն, ահագին բոլորը տեսել էին, հա, բարերարության մասով շատ բան արածուներ, բայց տենց հավակնություն չկար քաղաքական։ Մեկ էլ եղավ ամառվա այդ հայտնի հարցազրույցը, մեր ձևով ֆրազան ու բում, ամեն ինչ գմփած գնաց, ոնց որ այդ պահից նոր որոշեցիք, որ օքեյ, չէ,
պետքա համել քաղաքականություն մտնել, չի հերիքում ուղակի բիզնեսով ինչ որ բան զարգացնելը։ Թե միջև է տել, թե ոնց եղավ։ Այդ ճիշտ ֆորմուլիրովկա չի, սենց է։ Նախ ճիշտ եք նշում, որ տասնյակ տարիներ շարունակ 10 տարի ամենակիչը վերջին 10 տարվա ընթացքում, ներողություն, վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ ներդրում արած կազմակերպությունը Տաշիր ընկերությունների խումբն է, առավել եւս արտադրական ոլորտում, եւ Սամվել Կարապետյանը անցյալի մասին կարծում եմ, որ պետք չի պատմել, թե իր ամբողջ կյանքի ընթացքում ինչքան հոգատար ա եղել Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հանդեպ, թե ինչեր ունի արած, ինչպես դուք էլ նշեցիք, բարեգործական ծրագրերն ա, որի մասին ես շատ բարեգործական ծրագրեր ունեմ իրագործած որպես մենեջեր, ինձ թույլ չի տրվել խոսել դրա մասին։ Это проблема, էլի, իրականում իրանք ձեզ այսպես կարող եմ ասել, Սոտ գյուղը վերակառուցել ենք ադրբեջանական ուժերի ատակայից հետո, լավ կհիշեք ինչ էր կատարվում այնտեղ, 250 տուն ուներ գյուղը, 250 տնից 147-ը տանիքները բոլորովին վնասված, մոտ մի 30-40 տան պատերը փլված, բարակ հանձնարարություն եմ ստացել ու արագ անցել ենք գործի եւ ձմեռ էր, նոյեմբեր էր, ձմեռ էր գալիս, շատ արագ սկսել ենք աշխատել 2 տարվա ընթացքում, առաջին տարում արագ բոլորի տանիքները ամբողջությամբ վերակառուցել ենք տներով, պատերով։ Մինչև անցած ամառ փաստորեն դա Անցած ամառ երկրորդ տարում Նարեկ Կարապետյանն ասեց ես ուզում եմ այդ գյուղը սիրուն լինի։ Ասեց ուզում եմ սիրուն լինի այդ գյուղը։ տենց էլ ասեց։ Հենց այդպես ասեց թող ընդեղից, ասեց ու արեց։ Ասեց թող ընդեղից ստենան ու Բայց հետաքրքիր է որ բոլորի ֆասադները միանման սարքել են, բոլորի։ Շատ մոտիկ դրա մասին չենք խոսել։ Շատ մոտիկ Վարդենիսում ոնց դրանից հետո գնացին ու կընտրեցին մեծամասնությամբ։ Դե 21 չէ, 21 չեղել է, 22-ին է եղել։ Հա 22 թվականին։ Հա, արդեն հետո էր, օքեյ, ժամանակը։ Դե այսինքն այն ժամանակ ընդհանրապես քաղաքական հավակնություններ չկային, որովհետև իրոք եթե ինչ որ բան, եթե արվում է, լավ բան արվում է, ու ես չգիտեի դրա մասին, ես իմացել եմ դա այն սկանդալից հետո, որ падգամավորն էր, չեմ հիշում, Գեղարքունիքի ասեց բան չեն արել Գեղարքունիքի ընտրումի բան ասեն։ Հա, մի երիտասարդ կան տեղից, հա, բան անպատասխանատու բաներ։ Ու հետո վիդեոն հայտնվեց։ Այդ բան արժանի չէ տանունը գրելու, դրա համար չեմ ասում։ Հիշի ազգանի, ճշտով չենք հիշում։ Նարեկ Գրիգորյան։ Ու դրանից հետո այդ վիդեոն եղավ, որտեղ տեսա առաջի անգամ այդ կառուցված տները, բայց հա, քանի էլի այտենց բան կա, որ այտենց պատահական ենք իմանալու։ Շատ։ Բաներ կա հավատացեք, ես էլ չգիտեմ։ Ու այս ընթացքում շատ մարդիկ են եկել իրենց շնորհակալության խոսքն ասել, զանգել տարբեր տեղերից, որ իրենց կյանքի խնդրահարույց պահերին Կարապետյաններ ընտանիքը, Սամվել Կարապետյանը ձեռք են մեկնել, ես այտենց լիքը պատմություններ գիտեմ, որ այտենց ուղակի մարդիկ պատմեցին, իմացա։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Agency։ Եկեք մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Լավ, ես շպոն օգտագործելով քայլ երկրորդ 0 հարկ փոքր բիզնեսի համար։ Մնաց, ներողություն, հարցը մնաց։ Այդ եկեղեցին էր, ինչի մասին դուք խոսեցիք։ Մենք առհասարակ ու ըստ իս բոլոր նորմալ մարդիկ ունեն մի հատ կարմիր գիծ, որը կամ անցնում են, կամ չեն անցնում։ Նորմալ մարդիկ չեն անցնում այդ կարմիր գիծը, եթե հարկ չկա անցնելու այդ կարմիր գիծը։ Ըստ իս իրենց կարմիր գծերը շատ են, որի մասին մի քիչ մեր համար անհնար է հասկանալ այդ ինչքան շատ են, բայց մի հատ կար, մի հատ չգիտեմ ինչ գիծ, այս տարիների ընթացքում իրանք շատ կարմիր գծեր են հատել։ Վերջի կարմիր գիծը այն էր, որ հասան իրենք եկեղեցուն։ Ու այդ այն կարմիր գիծներ, որից հետո Սամվել Կարապետյանը իր աջակցության խոսքը ասեց եկեղեցու։
Հիմա իրանք ներկը ունեն դույլը, կարմիր ներկով ու վրցինը Այս ամեն անգամ բան են անում, առաջ են տալի։ ավելի սթրոնգացնում են Կամ այդ հետ են, կարմիր։ Դե նայեք, այդ եկեղեցու հետ կապված իմ համար էլ առեղծված ինչի համար էր պետք սկսել այդ իրանց շարժումը, որովհետև ես այնտեղ օգուտներ չեմ պատկերացնում։ Որովհետև եկեղեցին ինքդ քո միակ հոտին կրակես, էլի։ հա, բայց եկեղեցին միակ ինստիտուցիոնալ համախմբող կառույցն է մնացել։ Իրանց քանդել է պետք։ Որովհետև այս Դե ապագա անդիմադիր ուժերին պետքա որ պատմականորեն, հա, բան լինեն, տենց տրոհված լինի մեր հասարակությունը, սևեր, սպիտակներ, տարբեր գույներ, տենց խառը մարդիկ մեկը մյուսի հանդեպ հոգատար չլինի, էլ չի լինելու տենց։ Մենք մեր ունեցած ամբողջ ներուժով ամեն ինչ անելու ենք, որ մեր այն հասարակությունը վերականգնվի, սերը, հարգանքը, փոխադարձ հոգատարությունը վերականգնվի մեր հասարակության մեջ ու այդ կլինի այդպես։ դե իմը ավելի շատ փիլիսոփայական մտահոգություն է, որովհետև պատմականորեն, հա, եկեղեցին կատարել է պետության ֆունկցիաները, որը իրականում տենց շատ ավելի ուրիշ տեսանկյունից է պետք նայել։ Եկեղեցին զբաղվել է նրանով, ինչի համար вообще ստեղծված չէր ինքը, ոչ թե հոգու փրկության հարցերով, այլ պետությունը զարգացնելու այնտեղ սպորտի, մշակույթի, կրթության, գիտության հարցերը սա եկեղեցու շուրջ էին ու հիմա պատմականորեն, հա, հիմա ես չգիտեմ իրանց օգուտը որն էր, որովհետև վերջի 30 տարում ոնց որ ահագին դերը փոխվել էր, ահագին քիչ էր խաղում հասարակական հարցերում եկեղեցին ու հիմա suddenly վախեցան եկեղեցին ինչ-որ մի բան անի։ Այդ ուղղակի մտահոգությունն է։ Բայց ես մի քիչ փակագից բացեմ, մենք միջև այդ խոսում ենք, ես հարցնում էի պարոն Ալեքսանյանին, ինչի մեծ հանրահավաք չեն անում, որովհետև Ալիկին, ինչի չեն ուզում մեծ հանրահավաք անել, որովհետև ժողովուրդը սիրում է ուժեղի ողքին լինի։ Ու այդ լոգիկայով, եթե Նիկոլին հաջողվի հաղթել կամ պարակտել եկեղեցին, ինքը ցույց կտա ուժ եւ ժողովրդի մեծ մաս սիրում է Արդյոք հանրահավաքով ուժ որովհետեւ ոչ ոք իսպանական ինչ Դեպորտիվոյի ֆանատ չի Հայաստանում, բոլորը կամ Ռեալի ֆանատ են կամ Բարսելոնայի, բոլորը ուժեղներին են երկրպագում։ Դեպորտիվոն ի՞նչ է вообще։ Դե ինչ որ տենց ակումբ է, որը հուսով եմ կա, կներեք, ես սկի հայտնիները չգիտեմ, որ մնաց NBA խոսենք, այդտեղ ես խզարում եմ, բայց մի խոս Վալենսիա, կարող է մի 3 հոգի լինի, որ Վալենսիա։ Այդ տրամաբանությամբ է, որովհետև համ բաժանիր եւ տիրիր, երկրորդն էլ ցույց տուր ուժ ու այդ ուժին մարդիկ կձգտեն, էլի, գուցե այդ տրամաբանությամբ է այս արշավը։ Ինչպես խոսեցինք, մենք երկու հանրահավաք ենք ունեցել, չեմ կարծում, որ միակ տարբերակն է հանրահավաքով ուժը ցույց տալու, ուժը ցույց կարող ես տալ ստեղով, մարդկանց հետ շփվելով, քո ծրագրերով, քո ուժեղ առաջնորդով եւ քո ունեցած պրոֆեսիոնալ ուժեղ թիմով։ Նախ այդ պետքա ցույց տաս։ Ին պատկերացնելով, անկեղծ եմ ասում, էլի մարդիկ հոգնել են այդ ամեն ինչից։ Հա, ֆորմատային այս ամեն ինչը ուզում է հանրահավաքներ, կլինեն հանրահավաքներ, բայց ըստ իս բոլորը հոգնել են այս ամեն ինչից, այդ խառը խոսակցություններից, այդ խառը հանրահավաքներից, մի քիչ ավելի հողի վրա հստակ առաջարկներ ենք անում մենք, ով ենք, ինչ ենք առաջարկում, ինչ ենք ուզում ու ինչ ենք անելու։ Հա, հանրահավաք էլ կանենք, հարց չկա։ Լավ, Քայլ երկրորդ 0 հարկ փոքր բիզնեսի համար, ինչու՞ դա շատ լավ է հնչում, բայց ոնց որ այդքան էլ մուտք բյուջե չի լինելու։ Բա ինչ է կանելու պարտքերս։ Ամբողջ հարկերը ազեն 10% սարքեցին։ Ամբողջ բյուջեի, Նարեկ ջան, ամբողջ բյուջեի փոքր բիզնեսի հարկերը կազմում են ամբողջ մեր բյուջեի 2.5%-ը։ Դե նայեք, որպես շատ հանգիստ կարող ենք անել։ Իսկ դուք ճանաչում եք մեր ժողովրդին, գիտեք ինչեր կարան հորինեն, որ դրա տակ մտնեն, որովհետև լինում են մեծ կազմակերպություններ, որպեսզի խուսափեն, որովհետև ես հիշում եմ 18, No, ես տենց որոշ ինքը կասի ես օրինակը կբերեմ։ Նայեք, կան մեծ կազմակերպություններ, որոնք տենց հարկ են մուծում որպես մեծ կազմակերպություն, բայց քանի որ միկրո թե փոքր բիզնեսի տեսքով ավելի քիչ հարկ է մուծում, իրենք սկսեցին սեփական խանութներում կանաչին առանձին բիզնես ստեղծում, սունկը առանձին բիզնես, մինչդեռ նույն մարդն էր համ այդ կանաչին իր սեփական սուպերմարկետում դերում, հա, սա ինքն էր, բայց փոքր բիզնեսներ արեց ու վсё, ու բան եղավ, այտենց սև խորոչ դարավ դա։ Այս հեշտ կառավարվող թեմա է, անկեղծ եմ ասում, տեսեք, հացի խանութներ, փռեր, փոքր կրպակներ, վարսավիրանոցներ, ավտոլվացման կետեր ու տենց լիքը փոքր բիզնես ազատվում է հարկից։ Նորից
ոնց որ ծանրաբեռնվածությունը իրենց հարկային տեսանկյունից ոնց որ մեր պետության բյուջեում բան չի 2.5% է կարելի է մարսել ու շատ հեշտ Բայց մեծերի փոքր ձևանալը ո՞նց են ասեմ այն մարդիկ այն պրոֆեսիոնալները ովքեր պետական համակարգում աշխատում են ու վերահսկում են այս փոքր բիզնեսին չգիտեմ են բաբոների վրա 8 միլիոնով շտրաֆ գրել ՀԴՄ-ի հետևից գնալ այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմն էլ է կարելի ավելացնել այն մյուս պրոֆեսիոնալներն էլ ազատ ժամանակ են ունենալու ճիշտ է այս մարդկանց հետևից չեն գնալու պրոֆեսիոնալները զբաղվելու են իրենց աշխատանքով փոքր ներողություն միջին եւ մեծ ձեռնարկատիրություններին հավուր պատշաճի վերահսկելու համար որ չտրողվեն ու այդ շատ հեշտ է անելը ասենք չգիտեմ 60000 կազմակերպությունից մնում է չգիտեմ 20-20 քանի հազար կազմակերպություն 60000-ի փոխարեն վերահսկում են նույն ստաֆով 20 քանի հազար կազմակերպության вообще ինչ որ խնդիր չկա այդտեղ Բայց ես մեկը օքեյ չեմ էլի, եթե մեր հայաթի ավտոլվացման կետը ոչ մի բան չտա բյուջե։ Աստե մշակութային բան չկա, ինձ թվում է վատ չի, որ օրինակ 5% ԱԶ-ն իդեալական հարկ էր։ Օրինակ բերեմ։ Որտեվ համ սովորում ես հարկ վճարել, համ տենց եսի ինչ մի բեր չի ունենալու։ Ինչ ենք ունենալու 0% որ մարդը պետության հետ կիսվում է, չի թաքցնում պետությունից իր եկամուտը։ Մի 2-3 օրինակ եմ բերում, ինչ ենք ունենում։ Տեսեք 0% հարկ փոքր բիզնեսին։ Ձեր բակի ավտոլվացման կետը։ Հուսով չի լսում ինձ ինքը։ Հարկ չի վճարում։ Տեսեք, հարկ չի վճարում։ Հնարավորություն է ունենում ավելի հարմարավետ սարքի արդեն իսկ իր ունեցած ավտոլվացման կետը հնարավորություն է ունենում մեծացնելու կամ երկրորդը բացելու, մեծանալու, դառնալ միջին բիզնես։ Փող աշխատելու հնարավորություն ավելի շատ ունենում։ 0% հարկը կտա նաև գների անկման։ Հացը կարող է էժանանա, խանութների, կրպակների ապրանքները կարող են էժանանալ, վարձավիրանոցներում կեժանանա ու տենց ավտոլվացման կետերում եւ այլն։ Երրորդը 0% հարկից մարդիկ իրենց ռիսկերը կարող են մի քիչ ուրիշ ձև գնահատել, կարող են ավելի ռիսկով մտնել նոր ինչ որ ձեռնարկատիրություններ բացել։ Մենակ անցած տարվա ընթացքում 2025 թվականին 3000 փոքր կազմակերպություններ ա փակվել։ 3000։ Հիմա տեսեք, 3000 փակվել է, այս ծրագիրը ընդունելուց հետո հավատացեք 3 չէ, 6 չէ, 10000 կբացվի։ Ամեն կազմակերպությունում մի հոգի ամեն կազմակերպությունում մի հոգի աշխատանքի վերցնեն, արդեն 10000 նոր աշխատատեղ ունեցանք։ Սուպեր թեմա է։ Այստեղ մի հատ տնտեսագետ է պետք Իսկ մեզ։ Ես տնտեսագետ եմ, հարցրեք պատասխանեմ։ Իսկ պետության այդ 2.5%-ի ենթադրում եմ կեսը այդքան անհրաժեշտ էր, որ իրանք բարձրացրեցին ԱԶ-ի հարկերը, այդ վերահսկողությունը տենց ավելի ուժեղացրեցին, որովհետև եթե ինչ որ հարկ կար, վերցնենք 1.25-ով են, հա, այդ ընդհանուր բյուջեի մեջ մասնաբաժինը շատացրել։ Այսինքն այդքան տխուր է հիմա մեր բյուջեի կատարողականը, որովհետև տենց Ես զարմանում եմ, որ դուք դեռ զարմանում եք, բայց ես Պապոյանի նոր տարվա ուղերձն եմ նայել, Աստված, ասում եմ, որ շատ խոստումնալից է։ Պապոյանը, դե բախրնից մարդուց ենք խոսում, որ ինչ ասեմ, հայտնի սուտ խոսացող մարդ է այդ մարդը։ Հա, մի քիչ ձեր բանը հերակա բանավեճերը, ինչի՞ չեք գնում Պետրոսի մոտ հմեկում մի լավ բանավեճում Պապոյան հետ ինչ խոսամ այդ երիտասարդի հետ։ Հա, տենց ասում եք, մենք կոնտենտ չենք ստանում։ Ես ձեզ կոնտենտի խաթր գնամ բանավեճը։ Ոչ մի բանող բան չի լինի ձեր եւ Պապոյանի։ Ես գնամ իրան ինչ ասեմ, իրեն, չգիտեմ, ներկայացնում է որպես մասնագետ, գոյություն չունի այտենց մասնագետ։ Իրա խոսացածները ոչ ախր սուտ խոսալը լավ բան չի, սկսենք հենց այդտեղից, էլի, մենք հայ ենք, մեր բարքերի համար սուտ խոսալը լավ բան չի, այդ մեկ, այդ իրանց բոլորին է վերաբերվում։ Երկրորդը պրոֆեսիոնալ տեսանկյունից, որպես մասնագետ ինքը ասում է, ես տնտեսագետ եմ, չկա տնտեսագիտության որևիցե մի բան։ Ինքը մի հատ 2 րոպեանոց վիդեոյի մեջ ինչ որ մի բան է խոսում, 3-4 անգամ իրան մենակ հակասում է անդել։ Թվերը խառը, սուտ խոսալով, սուտ թվեր ներկայացնելով, դե նոր չի, ես մի կես տարի կամ մի տարի, 2 տարի չի ինքը տենց էլի, իրա գործով չի զբաղվում այդ տղան։
ժամանակին նորմալ գործ արել, որ իր մոտ նորմալ ստացվել է, ես իրեն առաջարկել եմ ոնց որ ժամանակին ստացվում էր մոտդ ավելի լավ կլիներ մնայր քո գործին նախարարի պաշտոնում նորմալ մասնագետ աշխատեր, որ գոնե խոսելուց ճիշտ խոսեր էլի 2 րոպեվա մեջ 3 անգամ քեզ Մի հակասես։ կողմից մեզ էլ է անհանգստացնում, որ փաստորեն մեր բյուջեի մի զգալի մաս կախված է նրանից, որ ռուսները հələ ուրիշ կանալ չեն գտել iPhone բերելու, տենց չերես Հայաստան են բերում։ Էդի էս պահին լավ է, բայց շատ վատա որ դրանից է կախված, բայց ինչ որ շատ վստահ են խոսում, չգիտեմ, իրանց sense լսում, եթե մի քիչ նայեք հմեք, sense երազանքի երկրում ենք ապրում, որտեղ հեսա գործարաններ են բացում, արդյունաբերություն, հեսա բերում ենք ցույց տվեք։ ոնց է Թայվանի չիպերի բանը կտրում ենք իրանցից։ Կտրած կարմիր լենտերի գործարաններ ինձ ցույց տվեք։ Այդ կարմիր լենտերն ամենակ մնացել։ Մենք այն օր բացահայտեցինք, որ շոկոլադի գործարանը, որ sense մեծ շոկով sense գնաց 22 թե 23 թվին նույն տեղը Կերոպյաններ։ Ու էլի հեսա բացվում էր այդ գործարանը։ Այդ բանը կա։ Անկամ կարմիր լենտեր կտրած, տենց ինչ որ sense երևի բանը P-աբրազնի sense ինչ որ պատ են սարքել, բանը կարմիր լենտը կտրել են, всё, բրծավ, ասեցին, բրծավ, դե տենց չի։ Вообще տենց չի էլի։ Բայց մի քիչ պոպուլիզմ չկա սրա մեջ, որովհետև այս իդեպ տենց ինձ հասնող բաներից, մարդկանց ֆիդբեքից ձեր ծրագրին ասում են, որ ոնց որ փորձում են Նիկոլին կրել իր այդ պոպուլիզմի բանի մեջ, որ 0 հարկ, 300,000 աշխատատեղ։ Հավատացեք պոպուլիզմով խոսելուց լինենք այնպես բաներ կխոսենք, ես ձեզ նորից ասում եմ, ինչի մասին խոսում ենք, հավաստիացնում եմ ձեզ, շատ համեստ ենք խոսում, որովհետև մենք սովոր ենք խոսել ու անել։ Մենք չենք կարող որևիցե բան խոսանք ու չանենք այդ։ Հավատացեք, ինչ խոսացել ենք, դրանից ավել ենք անելու։ Ավելի լավ է ասենք 20 անենք 30-40, բայց չասենք 30, անենք 29։ Այդ մերը չի։ Այսինքն, որ ասում եք 300,000 աշխատատեղ կարող է ավելի շատ լինել։ Դա տենց մինիմումն է, ոնց որ Աստծո հաջողությամբ։ Դա բազա, կանենք կտեսնենք։ Բայց վիզուալ, որ մարդիկ պատկերացնեն, ասենք 300,000-ը ոնց է բաշխվելու, ասենք, ստեղ sense գործարան անելու 10,000, այնտեղ sense մի հատ արտադրություն 5,000։ 85,000։ Ինչ որ տենց վիզուալ կոնկրետ բան կա։ Բաշխումները կա, որ 300,000-ից 85,000-ը արտադրական ոլորտում է լինելու։ Դե ընդհանուր է ինչու արտադրական ոլորտում։ Դե տարբեր արտադրություններ են լինելու, շինարարություն, չգիտեմ, քա շինարարություն ինչ է։ Ավելի շատ, ավելի հետաքրքիր բաներ կան, որտեղ ավելի այդ ինձ այդքան սեքսի չի թվում, որ այն բանի սովետի վաղտվա սաղ բաները քիմիական բան sense վերականգնեն, որտեղ կաուչուկի պահանջներն են փոխվել, իսկ այդպես ավելի AI-ոտ բանա ժողովրդի սիրտը ուզում։ Էդ էլ կլինի, բայց սեքսի չի, երբ որ Հայաստանի հայկական ապրանքը արտահանվի շատ քանակությամբ տարբեր երկրներ։ Այդ սեքսի չի։ Հիմա ինչն է որ խանգարում է դրան։ Հա, շատ։ Ինչի չեն հիմա արտահանում կամ հիմա ինչն է խանգարում դա անել, որ դուք կփոխեք ու այդ բարիերը չի լինի։ Հիմա Չինաստանի հետ ենք սառը, թե տեղը չգիտենք որտեղ տանենք ինչ որ ապրանք, ասենք ես գինեգործների հետ եմ մեկ-մեկ շփվում ու ասում եմ որ գնում ենք ինչ որ մի հատ քաղաք Չինաստանում, ասում են օքեյ, տենց ձեր սա 10 տարվա ապրանքը գինին մեզ տենց մի օրվա մի շաբաթ կարակ բեր։ Ու իմ մոտ դպրոցը արա դե մի հատ քաղաք կպցնենք Չինաստանում ու ռայոն սաղ բանով կապրենք։ Ռայոն։ Իրաց մի ռայոնը կարա մի 20 միլիոն մարդ լինի։ Դե մի քիչ սուրճի մենք արտահանենք Չինաստան։ Նախ ասեմ, որ շատ են սիրում մեր խմիչքները, որովհետև ամեն անգամ Չինաստան գնալուց մեր այնտեղի գոլեգաները, գործընկերները միշտ անպայման մի հատ չեկ են անում, ասում են այն կոնյակից հետը անպայման էլի կբերես։ Միշտ դաժե եթե ես չեմ գնում, ընկերներից խնդրում եմ անպայման տանում են, փոխանցում են, իրանց շատ են սիրում։ Այսպես եմ տեսնում, որ երկրի ղեկավարը մեր հունիսի 7-ից հետո, որովհետև հիմա չունենք այդ իր պայմանավորվելու ունակություններով կպայմանավորվի բոլոր երկրների հետ հարաբերությունները որտեղ որ լավ չեն, փչացված են, սա կվերականգնվի։ Լավ հարաբերությունների արդյունքում, լավ բանակցելու արդյունքում այս հարցը լուծելի է։ Վրաստանի օրինակը կարանք բերենք էլի,
խիմեր, օրինակ կոնյակագործները խնդիր ունեն Վրաստանով ապրանք արտահանելու են, մնացածին հələ չեմ անդրադառնում, որ շատ չմանրանամ։ Վրացիների ճուզողությունն է դա խնդիրը ոնց որ Իսկ ուր են մեր պետական գործիչները քիչ են այդ հարցը գնաց լուծում։ Պապոյանը վերադարձանք ստացվեց Գեորգ Պապոյան։ Обосрали всё, էլի называется։ դե հա այսինքն դες ավելի ուժեղ բանակցողի հարցը խոսում, Այսինքն ինչ-որ ինդիվիդուալ մակարդակի տարաձայնությունների Մենք ուզում ենք ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ, ուժեղ առաջնորդին պետք է ուժեղ ընտրող։ Այս ունեցանք, մեր առաջնորդը բոլոր տեղերում բոլորի հետ իշահ մեզ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի կպայմանավորվի, կբանակցի ու կտեսնեք շատ արդյունքները։ լավ անցում եղավ մյուս հարցին։ Պայմանավորվել եւ բանակցել։ Իսկ արդյոք նույն ճկունությունը ցուցաբերեք մեր ընդդիմադիր մյուս ուժերի հետ, որովհետեւ անընդհատ մենք Իրենց խոսելիս հետի նկատի ունեք։ վերադառնում ենք ինչ-որ որոշակի ԿՊ-ի նկատի ունեք ընդդիմադիր։ ընդդիմադիր։ Ոնց չէ, բա իրանք են ընդդիմադիր։ Բոլոր ԿՊ-ին ընդդիմադիր ուժերի հետ, հա, որովհետեւ երկու տարբերակ կա, կամ առանձին գնում են ինչ որ բոլորը հավաքում են X ձայներ եւ հետո հույս են պայպայում, որ դա ավելի շատ է, քան ԿՊ-ի ստացած ձայները, կամ տենց միավորվում են, գտնում են ինչ որ տենց ընդհանուր եզր ու դրանով ցույց են տալիս, որ երկրի վիճակը իսկապես այնքան լուրջ է, որ թեև իրար հետ տարաձայնություն ունեցող ուժերը, բայց всё-таки միավորվեցին։ Տեսեք, մենք հայտարարել ենք, որ նախընտրական դաշինքի չենք գնալու։ Գնում ենք մենք մեր կուսակցությունով ընտրությունների, դրա համար էլ ասում ենք, մեզ հաղթանակ պետք չի, մեզ ծանրակշիռ հաղթանակ է պետք, որպեսզի ունենանք ձայների մեծամասնություն, որպեսզի կարողանանք ծանրակշիռ փոփոխություններ Այստեղ անենք։ համաձայն եմ, հա, որովհետև հենց կարկատան սկսեց Գյումրի նման, այդտեղ այնքան ուժեր են տարբեր կողմից քաշելու, որ լավ բան։ Տեսեք, ժողովուրդն է որոշում, ում ինչքան ձայն է տալու, ժողովուրդն է որոշում, ով ինչքան մանդատ կունենա, ժողովուրդն է որոշում, ում ծրագիրն է հավանելու։ Այդ արդեն ընտրական process-ներից հետո եմ ասում, հա, ընտրական process-ներից հետո արդեն ժողովրդի կայացրած որոշման արդյունքում արդեն կարծում եմ կլինեն բանակցություններ, ծրագրային բանակցություններ, ով ինչ առաջարկ ունի եւ այլն։ Այդ ժողովուրդն է որոշելու, մեր ուժեղ ընտրողը, բայց ամեն ինչից անկախ ուզում եմ ֆիքսենք, որ մեր վարչապետի տեխնացուն քննարկելի չի։ Մենք հստակ տեսնում ենք, որ մեր Հայաստանին պետք է նոր ուժեղ ղեկավար, Հայաստանին պետք են նոր պրոֆեսիոնալ դեմքեր, նոր թիմ, բայց այդ չի նշանակում, որ մնացած պրոֆեսիոնալների հետ չենք աշխատելու։ Մենք ի սկզբանե էլ ասել ենք, որ այն մարդը, ով պրոֆեսիոնալ է, ունի լավ փորձ եւ իրեն համարում է լավ պրոֆեսիոնալ իր գործում եւ պատրաստ է իր ունակությունները ծառայեցնի իշա Հայաստանի Հանրապետության, եկեք խոսանք։ Խնդիր չենք տեսնում։ Հավատացեք, ԿՊ-ում էլ լիքը մարդ կա, լիքը լավ մարդիկ կան, լիքը լավ պրոֆեսիոնալներ կան։ Ուղղակի անգամ եթե այս պահին մեծամասնությունը ոնց որ ես գիտեմ, լավ գիտակցում են ինչա կատարվում, այս պահին իրանք ինչ որ կամ չեմ ուզում ասեմ վախեր ունեն, բայց չեն կարա դրա մասին խոսեն։ Բայց հավատացեք, օրն եկավ, մեզ պետք են պրոֆեսիոնալ մարդիկ։ Այսօրվա կառավարությունում կան մարդիկ, որ կպահեիք։ Կառավարությունում, հա։ Չեմ կարող այս բանին ասեմ, բայց հավատացեք ավելի ներքև, ու փոխնախարարների մակարդակում էլի ներքևի չի։ Շատ ու շատ ուժեղ պրոֆեսիոնալ մարդիկ հաստատ կան, ում հետ որ կարելի է գործ անել։ Ինձ ինչա պետք։ Ես հենց եմ ասում։ Պրոֆեսիոնալ հայրենասեր մարդիկ։ Էլ հերիք է իրականում էլի, տրոհել նախքին, ներկա, ապագա, տենց սալդոյով, էլի նախքին, չգիտեմ ինչեր, պետքա վերջացնենք այս ամեն ինչը, համախմբվենք ու բոլորս միասին աշխատենք ունենալու համար ուժեղ Հայաստան ու կունենանք այդ։ Այս մոտեցումներով հաստատ կունենանք։ Okay, քանի որ նախընտրական ժամանակ է, հիմա սա ընդդիմությունը Կներեք, մի հատ բան ասեմ, այդ պատկերացրեք, մի հատ դարակաշար է, ընտրություններից հետո։ Հիմա բանը, սենց փնթի վիճակ է այդ դարակաշարում, շորերը կախված, եսի ինչ։ Ընտրություններից հետո այդ դարակաշարը լինելու մաքսիմում կոկիկ։ Ամեն դարակում տեղ են գտնելու այդ դարակի եղածները։ Դավաճանները կլինեն դավաճանների դարակում,
սրիկաները կլինեն սրիկաների դարակում, պրոֆեսիոնալները կլինեն պրոֆեսիոնալների դարակում ու ամեն ինչ կլինի մաքսիմում կարգավորված ու այդպես էլ կպահենք։ Դե դա պետքա տենանք, որովհետև ես չեմ հիշում իշխանություն, որը ասած չլինի ընտրությունից առաջ, որ հեսա գալու են պրոֆեսիոնալներին բերելու են բոլորը ամեն մեկ իր տեղում պրոֆեսիոնալ, դա պետքա փորձի վրա Ինչով ենք մենք տարբերվում մնացած այս տասնյակ տարիների խոսակցություններից դուք ասեք։ Դուք Ձեր ձեր բիզնեսի մեջ օգտագործել եք պրոֆեսիոնալներին, այսինքն մարդը եթե բիզնեսում է, ինքը իր բնազդը նորմալ ռացիոնալ պահանջում է, որ ամենա կարող մարդուն դնի մենեջեր կամ ղեկավար, որ արդյունքի հասնի, այսինքն դա այնա ինչ որ պետք է։ Այդ նշանակում է մենք ինչի մասին խոսում ենք, Ճիշտ եմ կրահում։ մենք արդեն արել ենք։ Մի քիչ естественный отбор-ի բան կա այստեղ, հա, որ ոնց որ մարդիկ են, ովքեր որոշ հարցեր կարողացել են լուծել եւ պրոստը եկեք իմ կարիերայի մասին խոսամ, որ տենց չասեմ, սենց եկեք իմ, չգիտեմ, վերջին 10 տարվա աշխատանքային փորձս նայեք, իմ արած պրոյեկտները նայեք։ Իրանք դες մի 40 հոգով կպնեն, այդքան գործ չեն կարող անեն։ Մի 20 տարում։ Վստահ եմ։ Լավ, այս վերջի օրերը այս վերջի օրերը այս չեն կարող շրջանցենք, եղավ այդ սեքսի նախարարության այս պատմությունը, ու երբ որ նայում ես այդ ոդկասթի կոնտեքստում, հա, в принципе, Սարգիսը խոսում է ինչ-որ բանի մասին, որ բոլորը այտենց խոհանոցում խոսում են։ Բայց եթե սրա նայում եք այն տեսակետից, որ դուք հաստատ գիտեք, որ խոշորացույցը վերցրած ձեր ամեն բառը լուրջ հետևում են ու հաստատ դա դարձնելու են այտենց պատմություն։ Այդ չափազանց անզգույշ չէր, ոնց որ այսինքն դա վստահություն է։ Նայել եք, չէ՞ Թե ոդկասթը։ այտենց հանցավոր անզգուշություն էր։ Չէ, նայել եք, չէ՞ ոդկասթը։ Նայել ենք։ Ոդկասթը հասկացել եք ինչի մասին է, վստահ Այդ ձեզ ասեմ ավելին, ես որ նույնը գիտեք առաջարկեի։ բան էին անում, էլի, ասես պահել են ձեր։ Մենք էլ հիմա որ ասենք, ես հիմա կարելի եթե այդ չներ, ես կարելի առաջ գբեմ այդ սեքսի նախարարություն կարելի է։ Դա օքեյ կլներ, Ինչ կարելի է, որտեվ ինձ կարելի է դա առաջարկել։ Ինձ ինչ ասես մեկը ասում են, օքեյ է։ Սարգիսին չէր կարելի։ Չէ, որտեվ ձեզ լուպայով հետևում են։ Այ քսի կարող է ինքը ցուցակում չկա, կարող է ինքը Սարգիսը, եկեք լավ, օքեյ, այդ առումով ասեմ, Սարգիսը որևիցե իրավական, ինքը մնացած ոնց որ բոլորի նման Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ տղա է։ Որևիցե իրավական տեսանկյունից բան չունի, հա, ինչ որ զբաղեցրած պաշտոն չունի, հայ քաղաքացի Սարգիս Կարպետյանի որդի է։ Հա, օքեյ։ դու podcast-ա։ Relaxed բան ենք անում։ Okay, խոսացիք անդրադառնանք։ Podcast-ը, podcast-ն էլ իրանից ենթադրում է, չգիտեմ, տենց ազատ շփում, ճիշտ է։ Okay։ Ինչ արեցին։ Վերցրեցին, ինչքան էր մի ժամ 12 թե 18 րոպեանոց ամբողջ podcast-ի ընթացքում։ Ես տեսակ շատ լուրջ մասնագետ, սոցիոլոգ ամբողջ ոդկասթի ընթացքում ինչքան խնդիրներ բարձրացրեց, թե ինչ պետք է անեին։ Վերցրեցին մի հատ պուջուր կտոր, սկսեցին բան անել, ինչ որ տենց փորձել բում անել։ Ինչի մասին են իրենք խոսում։ Սարգիսենք ինչի մասին են խոսում։ Սա օքեյ է, բայց դա ակնհայտ է, որ վերցնել մենք հասկանում ենք, որ դա կատակ էր, դա կատակ էր, բայց օրինակ տելեգրաֆը չհասկացավ, կատա հումոր զգացում չունի։ Որ տելեգրաֆը, որ 44 օրյա պատերազմի ժամանակ, ամբողջ պատերազմի ժամանակ պրոպագանդել է բանա Ադրբեջանին, այդ տելեգրաֆը, որ հա, բայց մենք օտարամոլ ենք։ Հիմա դոժդին էլ է սա 44 օրյան բան արել Ադրբեջան պաշտպանել, բայց դոժդը որ մի բան գրում է, դա հեղինակավոր է։ Բայց շատ ուղղոյ հոդված էր իրականում, էլի, ասես լուրջ դեմքով ասում է, եւ այսպես ստեղծելու են, այսպես նախարարություն Ministry of Явն է կամ ասում կամ ինչի՞ց էին խոսում Սարգիսենք։ Խո թվերից էին խոսում, որ խաղամոլությունը, թմրամոլությունը շատացել է, խայտարակ թվերի մասին էին խոսում։ Քիչ են իրաց պատասխանատվության տակ է։ Այս վերջին իրենց այս կառավարման տարիների ընթացքում է մեծ թափ հավաքել այդ ամեն ինչը իրենց, չգիտեմ, բացի թողի վիճակի պատճառով այդ սա խնդիրները, լրջագույն խնդիրները թողեցին, եկան կպան են վերջի բաներին, բոցերին, էլի, տես տղեկը նստած մի քիչ բան են, կատակ են արել, հետո Թմրամոլությունը մեզ բերում է դեղերի կետին ու նախ բուն թմրամոլության հետ կապված ունեք արդյոք ինչ-որ մարտավարություն, որտեղ իսկապես արդեն քոքից պիտի վերածել է դպրոցներին։ Քոքից պետքա վերածել։ Չգիտեմ, հա, ստել որպես ծնող չեմ կարա ասենց ամեն ցանկացած խիստ բան իմ համար օքեյ է որ հնարավոր անել եւ դեղերի հետ կապված իմ բժիշկ գործընկերներից մեկը մի հատ շատ
լավ բան է էլի առաջարկում, որ sense կազատականաց կագին շուկան ավելի լավ դեղեր, ավելի էժանով կմտնեն, այն է, շատ པարզ է։ Հիմա ոնց որ Հայաստանում դեղերը առանձին սերտիֆիկացում են, այսինքն եթե գերմանական շումյատ ամենաթույն ընկերություն դեղա բանում, ստեղ մեր մասնագետները պետքա որոշեն այդ դեղը հələ աշխատում է, թե չէ, ինչը բերում է նրան, որ նույն ալիքներով նույն ավելի վատ դեղերն են գալիս կամ դրանք շատ թանկ են գալիս։ Բայց եթե մենք ընդունենք, որ մեր համար օրինակ նույն Գերմանիան ավտարից է, եթե ինքը իր երկրում թույլ է տվել այս դեղը, մենք Գերմանիայում արտոնված դեղերը ավտոմատ համարենք արտոնված Հայաստանում, որովհետև այնտեղ ստանդարտները հաստատ շատ բարձր են։ Ասել։ Տեսեք, ինչ վերաբերում է 20%-ին։ Ձեզ հայլի հավաստիացնում եմ, որ այս 20% չի։ Այս ընդհանուր մինչև 30-35%։ Մրցակցություն լինի հետո, հա։ Միանշանակ 30-35% կարող հասնի։ Սքեմա ոնց է աշխատում, մենք բերել ենք Վրաստանի օրինակը։ Ինչ արվում, վերցվում է top օգտագործվող top 100 դեղերը։ Ուսումնասիրում են դրանք որոնք են։ Սահմանվում է վերին գին, որ դրանից թանկ չի կարա լինի։ Պետությունը համագործակցում է դեղագործների հետ ու դեղեր ներմուծողների հետ։ Պետությունը իր հնարավորության սահմաններում աջակցում է այդ ընկերություններին, իրանք ընդհանուր հայտարարի են գալիս միասին վերին շեմ ստեղծելուց, որպեսզի կարողանան նախ առաջինը գները իջացնեն։ Պետությունը իր ունեցած գործիքակազմերով այս կազմակերպություններին օգնում է, որպեսզի կարողանան իջացնեն, ինչ չտուժեն իրանք, կարողանան ավելի հեշտ աշխատեն։ Ինչ վերաբերվում է լիցենզիային, լիցենզիան բավականին թանկ է, բայց այդ ստուգումը հավատացեք պետք է անցնի։ Հիմա նույն ձեր բժիշկ ընկերն էլ որ ասել է, ամեն ինչից անկախ մտավախություն կա, չէ՞, դեղ առնելուց ասում ես կարող է էսի բանը, պատետ լինի։ Բայց ամերիկյան FDA-ը 10 տարի ստուգել է։ Հա, ես բան չեմ ասում։ Հիմա չգիտեմ, այդ ստուգված կազմակերպության կողմից ստուգված հայտնի բրենդի, չգիտեմ, երրորդ կազմակերպությունը այդ նույն դեղատուփով, այդ նույն դեղը կարա fake բերի։ Ճիշտ է։ Դե fake-ը, հա, դա Հա, դե գոնե մեր պետության ներսում որևիցե մի հատ կառույց պետքա լինի, որ այդ ստուգի, բայց այդ ստուգումը չպիտի լինի այդքան թանկ։ Այդ ստուգման Вообще ինչի պետք է արժանա դա ինչ որ բան, եթե դու անում ես դա քո առողջության համար նոր լիցենզավորման, եթե պետքա լինի, այսպես ասեմ, կարա լինի բավականին էժան, ոչ թե այդքան թանկ։ Ու էդ էլ ինչ կտա, մի հիվանդության դեմ 1 կամ 2 դեղերի ներմուծման կամ ստեղ արտադրման փոխարեն կարա լինի 3-րդը, 4-րդը, 5-րդը, այդ կլինի արդեն մրցակցային շուկայի գների նաև հավելյալ նվազում, մարդիկ էլ առաջարկ ունենան, այս ընտրեն կամ բժիշկը պատկերացում կունենա այս օրգանիզմի համար, այս 4-ից որ մեկն է ավելի լավ աշխատում։ Նարկոտիկները ինչ է կանում։ Քոքից վերացնել են, քոքից։ Այսինքն խստացնում են Ի՞նչն է դուք ասում, քոքից պետքա վերացնենք, խստացնել ինչ։ Հիմա ոնց է, ոչ մի տեղ չկա։ հիմա ոնց է կատարվում։ Ինչ որ հիմա տենց սողանցքեր կա, որոնցով մտնում է, որ փակելու եք այդ սողանցքերը, թե խստացնելու եք պատիժը։ Սողանց կլինի։ Տեսեք, մի քիչ իմ մասնագիտական չի, բայց քանի որ ես իմ խոսքը ասելու իրավունք ունեմ, ու բոլորը իրենց խոսքը ասելու իրավունք ունեն, ես իմ մասով ամեն ինչ անելու եմ ու մեր թիմը առհասարակ չեմ կարող ասեմ, կատաստրոֆիկ դեմ ենք այս ամեն ինչին, ինչը մանավանդ հիմա է տիրում արդեն դպրոցներում։ Ես անկեղծ ասած ընկերներիցս մի 2 օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ասում եմ, այս թեման ենք քննարկում, ասում եմ մի հատ նենց վատ բան եմ լսել, ասում եմ, բանը 13 թե 14 տարեկան աղջիկ երեխա կա գրանցված բանում, նարկոդիսպանսերում, տենց իմ համար ցավալի ու շատ ապշելի թեմա էր, ասեց թե եթե դու այդ գիտես, ասեց մարզերից մեկում է 13 տարեկան աղջիկ երեխա պերեդոզից մահացել է։ Լուրջ եք խոսում։ Կարող լավ չեք։ Դուք մեր երեխեքի մասին խոսեցիք էլի։ Մի հատ հիշեք մենք ոնց ենք մեծացել, մեր տնեցիք իմացել են մենք որտեղ ենք вообще։ Դրսում մեր համար ստեղից ընդեղ ընկնելով, ծխվելով մեծացել ենք, ցոգոլ գողանալով, եսի մինչև կռիվ անելով մեծացել ենք բոլորս։ Ես վաղվա վերնագրին եմ պատկերացնում Ալիկ Ալեքսանյանը գողացել է ցոգոլ։ Այո, գողացել եմ ժողովրդից, պրիտեմ ժողովրդից։ Հարևան Արեգ տատի ծառից եմ գողացել։ Ինքն էլ դեմ չի եղել, հաստատ ինձ բոլորը միշտ շատ են սիրում։ Թոշակառույց։ Այդ ժամանակ Արեգ տատին երիտասարդ կին է եղել, եւ ես փոքր եմ եղել։ Բայց մեկը Արեգ տատը էր ասում։ Հիմա տեսեք, այս Երևանյան բակերից մեկում մի անգամ աչքովս վիդեո ա ընկել,
բանը քաղաքապետարանից եկել էին, բանը հավելյալ դուռ էին սարքել, եթե չեմ սխալվում, կտրում քանդում էին, քաղաքացիներն կռիվ էին անում, ստեղ ասեղները թափած, պիպետկա թափած, գալիս են հա ինչ որ հողերի տակ բաներ են, ինչ որ sense կլոր դնում, ասում եմ երեխեքն էլ երեխային 2 տարեկան երեխա կվերցնի, կդնի բենան։ Դուք հասկանում եք ինչ է կատարում։ Խաղահրապարակում երեխուդ չես կարա թողես խաղա, այսպես պիտի գլխին կանգնես, հանկարծ չգիտեմ են բանով են ավազի տեղը խաղալուց հանկարծ մեջը մի բան չլինի, չվերցնի չանի։ Էդի պետք է դրա համար էս ֆորմատն էլ ձեր այդ շփման թույլ է տալիս, որ ուղղակի ոնց մտածում եմ, այտենց ասում եմ, քոքը պետքա չորացվի այդ ամեն ինչի այս երկրում։ Լավ, ինչը հաջորդ բերքին բերեց, ասած պլանն է ասած։ բերքը երաշխավորված մթերում գյուղերում։ Այդ բերքը չէ։ Հա, չէ, այդ բերքը չէ։ Ամեն տարի մենք այն խնդրին ենք բախվում, որ խաղողը եթե քիչ է ալնում, մենք բողոքում ենք, այս տարի բերքը քիչ է, խաղողը քիչ է, տենց չեմ հիշում ճիշտն ասած, երբևէ վերջի անգամ, բայց եթե շատ ալնում խաղողը, արես ինչ վատ է, խաղողը շատ է։ Այդ էլ ալնում։ Շատ է խաղողը, չգիտենք ինչ անենք այդ խաղողը, կամ այն մյուս ծիրանը, որ չեն կարող արտահանել։ Մի խոսքով, հա, այդ բերքի խնդիրը ինքը դե շատ մեծ հայկական խնդիր է։ Ու ստեղ ես խնդրում եմ չասեք, որ տենց գլոբալ լուծում ենք տալու։ Ինձ ասեք կոնկրետ ինչ լուծում եք տալու։ Մանրամասն կարամ ասեմ ինչ լուծում ենք տալու։ Խաղողին անդրադարձակ կարճ մի հատ բան ասեմ։ Այն վիդեոների հիշում եք, որ բանը զիլերը կանգնած են ու սոկերը Կլասիկն է։ Վեդի ալկոյում նույնիսկ եղել ենք բան, ականատես ոնց են զիլերը գալիս դատարկում, այդ սաղ process-ը տեսել ենք։ Միջև դատարկելը տեսել եք չէ որ զիլերը կանգնած տակից բան այդ սոկերը չռում է։ Հա։ Գիտեք չէ որ դու եթե գինեգործընկերներ ունեք, խնդրում եմ զանգեք, իրենց հարցրեք։ Այդ ամենակարևոր, ամենալավ սոկն է։ Այդ ինչը որ ասֆալտին է լցվում ուշ մթերման պատճառով։ Չէ, իրանք առաջինն էին вообще մթերում հələ։ Իրանց մասին վեդի ալկոյի մասին չեմ ասում։ Տարբեր տեղեր ես տեսել եմ զլերը բանը երկրորդ, երրորդ օրը հերթի մեջ կանգնած ու տակերից սաղ, սոկերը թափված։ Խնդիրը գիտեմ։ Այդ ամենակարևոր, ամենալավ սոկն է, որը որ կարելի է օգտագործել։ Անցնենք մեր Դրա համար պետք է շուտ մթերել, ինչ ենք անում, որ շուտ մթերենք։ Մենք ինչ ենք առաջարկում գյուղատնտեսներին։ Մենք առաջարկում ենք, որ պետքա լինեն մթերման կայաններ։ Մեծ մթերման կայաններ։ Մթերման կայանի պատասխանատվությունը իր աշխատանքային զոնան որն է։ Ինքը պարտավոր է գյուղացուց վերցնի այնքան, ինչքան որ կբերի։ Ինքը արդեն սորտավորում է, ինքն արդեն, չգիտեմ, զբաղվում է հետագա արդեն վաճառքով, արտահանումով կլինի, շուկա բերելով կլինի խանութներ, սուպերմարկետներ, գյուղացու ընդհանրապես գործը չի։ Մենք սենց ենք տեսնում։ Գյուղացին պետք է արտադրի այնքան, ինչքան կարա ու գեթ 1 վայրկյան չմտածի, որ այդ ոնց է ծախելու, ոնց որ հիմա է։ Ինչ է անում։ Մեխանիզմը ոնց է աշխատում։ Մթերման կայանը սեզոնի սկզբից գին է ֆիքսում գյուղացու հետ, գյուղատնտեսի հետ։ Գյուղացին իմանում է ինքը սեզոնի ավարտին հստակ ինչ գնով է ծախելու իր ապրանքը։ Իրան մնում է շատ լավ ու շատ պրոդուկտ ստանա։ Բայց ինքը հետո կարող կարկոտ լինի ու չուզենա այդ գնով տա։ Որ գնով տա։ Պայմանավորվեց տեսեք պայմանավորված գինը, պայմանավորված, ասենք չգիտեմ 3 ու պարզվում է Իրանը 1000 դրամ է, ոչ թե 200։ Ոչ է կբեր այդ կայանը։ 3 գին են ունենալու։ Ну համար ենք, հա, ուտրիրու։ 3 գին են ունենալու։ Ունենալու են, չգիտեմ, շատ լավ ապրանքի գին, ունենալու են միջին սորտի, ունենալու են ցածր սորտի ապրանքի գին ֆիքսված։ Այդ մարդը գիտի, ունի 100 տոննա սուպեր ապրանք, այս գինն է, չգիտեմ, 30 տոննա միջին 500 կիլո էլ վատ ապրանք, ինքը գիտի սաղ տալու է ամեն մեկը այս գնով։ Սեղանի միրգ։ Այդ վերջինը ասենք սեղանի միրգ։ Հիմա տեսեք ինչ անում մթերման կայանը ինչ գործիք հակազմով է կարողանում օգտակար լինի։ Որևիցե կերպ ներդրում պետք է ունենա գյուղատնտեսի մոտ օգնելու համար։ Կլինի դիզելային վառելիք, կլինի պարարտանյութ։ Ինքը տալիս է, այսինքն ինքը մի հատ էլ կանխավճար անում, կոպիտ ասած, հա, օգնում է գյուղատնտեսին։ Այդ կբերի նաև նրան ինքնարժեքը կիչացնի։ Բոլորս լավ գիտենք էլի ոնց է լինում, եթե ունեք գյուղատնտեսներ, ոչ բոլոր գյուղացիները սեզոնի ժամանակ փող ունեն, որ կարողանան գնան պարարտանյութ առնեն։ Այդ պարարտանյութը սենց լիքը ձեռներով պտտվելով գալի հասնում է իրանց, Աստված գիտի ինչ գնով։
այս մթերման կայանը, օրինակի համար եմ ասում, հա, կարա առնի պահեստավորի, տրամադրի գյուղատնտեսին, հետո արդեն իրենց հաշվարկները կանեն։ Արդեն գյուղատնտեսի վրա այս պարտանյութ էժան նստեց։ Իրա բերքի ինքնարժեքը էժան կլինի։ Այդ նշանակում է մեր խանութներում, սուպերմարկետներում նախ հայկական ապրանքի գինը կիչնի, նախ պետք է շատացնենք առհասարակ ներքին շուկայում հայկական արտադրանքը, գյուղմթերքը եւ մեծ հնարավորություն կունենանք լավ գնով, շուկայական մրցունակ գնով արտահանել հայկական գյուղմթերք։ Էդի էլի հետ եկանք մեր ուժեղ ղեկավարին, որ իր պայմանավորվածությունների արդյունքում կմիջամտի, որպեսզի հնարավորինս շատ կարողանանք գյուղմթերք արտահանել նաև։ Դե այստեղ հակա բիզնեսային տենց էլեմենտ չկա, այսինքն անկախ նրանից ոնց աշխատի գյուղացին կամ ինչ տնկի, ինչ բանի, մեկը երաշխավորված է, որ դա կիրացնի։ Մինչդեռ, օրինակ, բիզնեսում ոնց կարող լինի, ինքը մի բան է արտադրում, դեռ հիմա դա չի աշխատում, մյուս տարի ավելի լավ բան է տնկում կամ թույլ կտաք մի հատ բան ասեմ ձեզ։ Հողը պետքա ունենա պրոբացիա։ Ոնց են ասենք, հա, մեծ ինչ որ այդպես հարուստ գյուղատնտեսներ միգուցե եւ արել են։ Իմ ունեցած տեղեկություններով 70-ական թվականներից հետո Հայաստանի Հանրապետությունում պետական մասշտաբով հողի պրոբացիա չի արվել։ Ինչ է տալիս հողի պրոբացիան։ Այս տարիների ընթացքում կլիման ինչքան է փոխվել։ Աստված գիտի ինչքան է փոխվել։ Այսինքն պետությունը այս 60 քանի տարվա մեջ գեթ մեկ անգամ պետական մակարդակով պրոբացիա չի արել հողերի, որպեսզի կարողանա գյուղատնտեսին օգնի։ Մեր պատկերացրածն ինչ է։ Կազմակերպում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում մեկ արվում է պրոբացիա։ Հասկանում են հողը ինչա ունակ տալու։ Հա, այստեղ թթույա դու բլյուբերից անի, այստեղ Գյուղացուն արդեն պետությունն ասում է ժողովուրդ, դուք միշտ սովորեք էս ցանելու, հողը պատրաստ չի ձեզ տա։ Դուք այս տարածաշրջանում ցանում եք էս, աշխատում եք։ Պետությունը պետքա շփվեց ժողովրդի հետ, պետքա օգնես իրան, որ անի։ Գյուղացու պատասխանը որ կասին, ապուս թվից այդտեղ ծիրան ենք բանում, եկել ասում եք ու մեկը ֆիդբեքը որն է, այս որ առաջարկում ես, այդ մթերման կանոնները որ առաջարկում եք, գյուղերում ֆիդբեքը ինչպիսին է։ Պատմություն պատմեմ, Նարեկը պատմել է այդ պատմությունը։ Գնացել էինք Հայաստանի 3-րդ ամենամեծ գյուղն էր։ Գնացինք այդ գյուղ, մարդկանց հետ կանգնած խոսում ենք, հարցնում ենք ինչ եք անում, ինչով եք զբաղվում, ինչ տնտեսություններ ունեք, այգիներ եւ այլն, որտեղ եք վաճառում, տենց զրուցում ենք, հենց հարցրեցինք, բա որտեղ եք վաճառում այդ ամեն ինչը, ասենց այն որ տենց նայում են մեզ, այսինքն որտեղ եք վաճառում, ասում ենք, հա, այդ ձեր պրոդուկտը որտեղ եք վաճառում։ Ո՞ր, դե Այսինքն Դες բարեկամներին ենք ուղարկում Հայաստանի մեծությամբ 3-րդ գյուղն է։ Ռեակցիան եք հարցնում ինչ են ասում։ ոնց դառնանք այդ մարդկանց բարեկամ։ Ասում եմ դուք պատկերացնում եք, ասենք ոնց կարա այտենց լինի էլի։ Մալիչկա գյուղն էր։ Հա։ դե բիզնես տեսանկյունից չեն մոտենում ուրեմն իրան գյուղատնտեսությանը։ Մարդուն պետքա օգնես, չէ՞։ Հա, ես էս ասեմ ձեզ, գյուղի հողի հետ գործին, պապիկս հողի հետ գործանող մարդ էր, շատ էր սիրում իր այգին։ Ես կարծում եմ, որ տենց պարտադիրել չի, որ այդ մարդը տենց լուրջ բիզնես ունակություններ ունենա։ Ինքը շատ լավ հողից համով մթերք է տալիս քեզ։ Մի հատ էլ մտածի այդ ոնց ծախի, դրա ճիշտը որն է։ Ոչ, թող պետությունը զբաղվի դրանով, այդ մթերման կայանը կզբաղվի դրանով, պարզը լիքը վերահսկողական բաներ կլինեն, մեխանիզմներ կլինեն, օգնության մեխանիզմներ կլինեն, որպեսզի գյուղացուն արդեն շատ բաներ ա փոխվել, օգնի, նոր բաներ սովորացնի, ոնց որ նոր հիմա ասեցի, ասի, այս բանը ձեր տարածաշրջանում այս պահին արդեն Այ այդ եմ ուզում ասեմ, էլի կարող է մարդ, որը անդադ խաղող է ցանում, չի հասկանում, որ այդ խաղողը X եկամտաբերություն ունի կամ պահանջարկ ունի, գուցե այդ խաղողի կեսը դու ծնեբեք ցանես ու 10 անգամ ավելի մեծ արդյունք ստանաս։ Մարդկանց հետ խոսել է պետք։ Ո՞վ է խոսացել։ Այսքան ժամանակ ինչ որ մեկը գնացել է գյուղացուն ասի, չգիտեմ, Հակոբ Հայրիկ ջան, դու ունես տեղ 10 հեկտար հող, մենք ուսումնասիրել ենք ու այս ձեր տարածաշրջանի այս քո 10 հեկտարը օրինակի համար խաղողի համար արդեն այս վերջին մի 5 կամ 7 տարիների ընթացքում ինքը արդեն բերի չի։ Մենք ուսումնասիրել ենք ու դու կարող ես այս տարածաշրջանում քո այս հողի վրա ցանես, որպեսի ունենաս բան։ Արի, չգիտեմ,
ես քեզ օգնեմ, մի հեկտար արի փորձի, որ ինքդ էլ հավատաս, երկրորդ կամ երրորդ տարում ամբողջությամբ բան կանես, խաղողդ կվերափոխես այս նոր ավելի լավ աճող բանին, մթերքին։ Մարդկանց հետ ով է խոսացել, ոչ մեկ։ Խոսալով հավատացեք, մարդիկ ուզում են խոսաս իրանց հետ, բացատրես, ու հենց այդպես էլ պետք է աշխատի, հողի վրա գործ անելա պետք։ Եկանք այն կետին, որ եկամտահարկի վերադարձի օրենքը ոնց որ թե վերջանում է գնում է Երևանից, ու դուք առաջարկում եք 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ Առավել եւս մարզերում։ Առավել եւս ավելի հրաշալի, ոնց է սրա տնտեսական մասը։ Այս հասկացաք, չէ՞, բոլոր 5 կետերը մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Այս ոչ շատ լավ բան է, ասեմ բոլոր հյուրերը գալուց իրանց ես տվել եմ, ես ձեր համար ստեղ թողել եմ, մեքենայից մեջ էլ ունեմ, կարամ տամ, բոլորին տվեք, թող ուսումնասիրեն։ Հարցեր ունենան Facebook-ով թող գրեն, սիրով կպատասխանեմ։ Մոյշիկին կտամ ես շայնց։ Այստեղ հաշվի ենք առնում, որ վերջի տարիներին այդ եկամտահարկի օրենքով մարդը մի 3 բնակարան, որտեղ ինչ կարողացավ ընտանիքից բան, քանի որ շատ շահավետ է բանը, հիմա ինչքանով է սա ակտուալ ու տենց ոնց անենք, որ այդ նույն մարդկանց չգնա, հա, ով իրոք կարիք ունեն բնակարանների։ Ոչ թե ուզում են դեպի իրանց գնա, հա։ Չգիտեմ ասեմ թե չէ, բայց կասեմ։ Շահավետության տեսանկյունից լավ թեմա է իրականում, հարց չկա, բայց շահավետության տեսանկյունից իմ համար շատ կասկածելի է։ Արդյոք այդքան շահավետ էր, որովհետև եթե նայենք թե այս տարիների ընթացքում գները ինչքան է թանկացել։ Մի հատ հետ գնանք, մի հատ այդ տոկոսները մի հատ հանենք, մենք չմոռանանք, որ Լոնդոնում չենք։ Պլյուս մինուս ոչ մի բան չի փոխվել, էլի, ըստիս։ Կարա, պլյուս մինուս կարա որևիցե բան, բայց այն խայտարակ գների բարձրացումը որ եղավ, հաստատ այդքան ոնց որ չի։ Դե ամեն դեպքում լավ կլինի, որ կարիք ունեցող մարդիկ դիտարկում շահառու։ Եկեք մի հատ sense փոխկապակցված բան ասեմ։ Ուրեմն տեսեք 300,000 նոր աշխատատեղեր ենք, չէ՞ ասել։ Այն մարդիկ ովքեր որ անգամ մտքների ծերով անցել է որ Հայաստանից գնան որից այդտեղ աշխատեն, որ իրանց ընտանիքները պահեն չեն գնա։ Կմնան իրանց ընտանիքների կողքին։ Այն մարդիկ ովքեր որ արտագնա աշխատանքի են, հնարավորություն են ունենալու կան իրենց երեխեքի գլխին ելնեն, իրենց ընտանիքների կողքին լինեն, տան մոտ էլ լավ աշխատավարձով աշխատեն։ Երեխեքը մեծանալու են կամ երիտասարդ ընտանիքներ կլինեն ովքեր որ բնակարանի կարիք ունեն։ Բայց բնակարանները թանկ են։ Պետական աջակցությամբ կլինեն էժան բնակարաններ առավել եւս մարզերում։ Պետությունն ինչ է անելու։ Հողը կտա անվճար։ Ասելու է կապալառուի հետ ոնց որ քննարկելու, ասելու է դու քեզ առաջարկում եմ, այս ինչ տեղը ես քեզ հողը տալիս եմ, այս ինչ տեղը կառուցի շենք։ Այս կրիտերիաներով։ Բոլոր կոմունիկացիաները պետությունը վերցնում է իր վրա, սարքում է տալիս է, այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կա, անկեղծ ասած դեռ չեմ ուզում բացում, շատ թույն հետաքրքիր մեխանիզմ կա։ Կապալառուին առաջարկում ենք։ Բայց միշտ ընտրությունը հետաքրքիր նյուանսները կասեք, թե խոսեմ, հա, խոսենք անպայման։ Մեխանիզմներով աջակցում է, որպեսզի կապալառուն կարողանա ցածր ինքնարժեքով բնակարան ստանա։ Մարդիկ հնարավորություն կունենան տուն առնելու։ Էժան տուն առնելու։ Շատ լավ է հնչում։ Ինքն էլ տենց շղթայաբար այս բոլորի հետ կապված վերջում էլ դեմոգրաֆիկ հարց գործիներ չի խփում, այսպես ասած, հակառակը հնարավորություն է տա։ Դու կապալառուին օգնում ես էժան ինքնարժեք ստանա։ Իսկ թիրախով է երիտասարդ ընտանիքներն են, մարզեր, որ մարզեր, երիտասարդ ընտանիքներ։ Բացի այն, որ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից ոչ մեկ չգնա, որտեղ շատ քաղցր հայրենիք ունենք, մեր ուզածն է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ ով ուզում է ու հաստատ շատերը ուզում են ու կուզեն հետ վերադառնան հայրենիք։ Ու ես դες ասեմ, որ Սփյուռքում շատ ընկերներ ունեմ եւ շատ անծանոթ մարդկանց հետ եմ այս ժամանակահատվածում ծանոթացել, շփվում եմ եւ ուզում եմ ասեմ, որ Սփյուռքից շատ հետաքրքիր մասնագետներ, թույն լավ համալսարաններ ավարտած, բավականին հետաքրքիր փորձով արդեն սկսել են խոսել, արդեն կապնվում են ընկերներիցս շատերը։ Այդ միշտ առաջ լինում։
իրենց գալը Չէ, ոչ խոստումնալից sense հեսա չէ, ուզում են ես գան։ բայց կա տեսական Հետո մեկ էլ բանը նոմա Սերժ Թանկյանին բերելու եք։ իմ ու իրանց Դարոն պերեպիսկի Աջեմօղլուն, կզուստա հա, գալիս են։ մարդիկ հույս են կապում ու ցանկություն են հայտնում գալ աշխատելու։ Մի մասը ուզում է գա Հայաստանում բիզնես դնի, տեղափոխվի այստեղ ապրելու, մի մասը ասում է պատրաստ են գանք պետական ծառայության։ Ու մենք կարևորում ենք Սփյուռքը, մեր համար շատ կարևոր է Սփյուռքը եւ Սփյուռքը պետք է իր կարծիքն ու իր ներգրավվածությունը ունենա ուժեղ Հայաստան դառնալուն։ Եվ ոչ թե այս հիմիկվա ժողովրդի նման տեսնում եք ինչ են անում մեր հետ Բայց կապ Սփյուռքին չունեն այս ներկայանալու աշխատանք անում եք, փաստորեն, որովհետև այնտեղ շատ հեշտ է ձեզ պատկերել, որպես Պուտինը որոշել է, որ պետք է դուք ելնեք այդտեղ ու այդ շատ հասկանալի պատմություն է Սփյուռքի լսարանի Okay, համար։ Թրամփն էլ է որոշել, որ մենք պետքա լինենք այդ դեպքում։ Էնորն էլ բանը Մակրոնն էր օրինակի համար տենց որոշել։ Այդ Թրամփը, հա, Բոլորի հետ, տեսեք, բոլորի հետ, բոլոր պետությունների հետ բավականին լավ հարաբերություններ ունենք։ Բոլորի հետ։ Սամվել Կարապետյանը ոնց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարաբերություններ ունի, նույն ձև ունի եվրոպական տարբեր պետություններում, նույն ձև ունի հարաբերություններ շատ լավ Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ եւս մեկ անգամ ասում եմ, որ իր ունեցած անձնական հարաբերությունները որոշում կայացնող մարդկանց հետ համաշխարհային մասշտաբով ծառայեցնելու է իշա Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի։ Այստեղ մի հատ հետաքրքիր նյուանս կա, դրսից ուղեղներ բերելու, հա, այն մարդիկ, ովքեր կուզենան գան ինչ որ օգուտ տան երկրին, օրինակ ես ունեմ ծանոթներ տարբեր երկրներում, որոնք շատ լավ աշխատավարձով աշխատում են, հա, այտենց տարբեր ոլորտներում, լավ աշխատավարձով ու համ էլ փորձ ունեն տարբեր ոլորտներում, որ հաստատ կարա պետք գա մեր մոտ, բայց նայում են աշխատավարձների վրա, ասենք գաստեղ նախարար աշխատի կամ բաժնի պետ աշխատի կամ ինչ որ այտենց ոլորտային մասնագետ աշխատի, ասենք կեսի ստանալու։ Ու հիմա էլ նայում եմ, որ ապարքեավճարների շուրջ այդ սաղ սկանդալներին, ասա, հա, օքեյ, դաժե ապարքեավճար չեն տա, ու դա մի տեսակ չի վանում, ո՞նց եք մոտիվացնելու, օքեյ չի, որ բարձր աշխատավարձ ստանան պետական ապարատի այն մարդիկ, ովքեր պետք է զարգացնեն այդ ճյուղերը։ Շատ լավ հարց տվեցիք, Սերգեյ ջան։ Ես եմ։ Պարգևավճարների հետ կապված եք հարցում, ես ոնց որ վերջից կամ դեպի առաջ, հա։ Նախարարները, փոխնախարարները, պես պարգևավճարները ու այդ թվեր պարգևավճարների ինչի համար ստացան։ Ասեմ, որտեղ 23% աղքատության համար ստացան, 500,000 գործազրկության համար ստացան, բա ինչի համար ստացան։ Դե ասա։ որ ավելի շատ չգողանան, այսինքն առանց պարգևավճարների մենք տեսել ենք երկար տարիներ պարգևավճարներ շատերը չեն ստացել, բայց ռեալ կարծում եք, հա, որ դե լավ էլի ծածկա դմփոցները Դերս պաստարկը ասում է այսքան գողացած փող հետ վերադարձրեցինք, ուրեմն էֆեկտիվ ենք։ չեն վերադարձրել։ Դե թվեր կան հենց։ Ախո խոսալով չի։ Ես անընդհատ ասում եմ, այդ պոպուլիզմին ավարտ տալա պետք։ Հողի վրա խոսալ, խոսքի տեր կանգնել ու հողի վրա գործանել պետք։ Նախարարը առողջապահական համակարգներ դրեց։ Հիմա ինչ որ ավելի լավ KPI է, քան 2 տարի առաջ էր։ Չէ՞։ Ինչ փոխվեց։ Դե այն փոխվեց, որ մարդիկ կարող են անվճար վիրահատվել։ Այդ միջև այդ չկար։ Միջև այդ պետ պատվերով էր, որ այդպես մարտին վերջանում ես։ Ես կարծում եմ, նախ ասում եմ, որ սուբսիդավորելու եք նախարարների աշխատավարձ ուզեմ ասեմ, որ այտենց ուզենան աշխատեն։ Հեսա կասեմ, հա, ես կարծում եմ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը չի իջել, մինչդեռ գործազրկության մակարդակը չի իջել, պետական բարձր պաշտոն ունեցող մարդիկ տենց բաներ իրավունք, այնել իրանք իրավունք չունեն իրենց տենց բան թույլ տալ։ Ձեր ասացի հետ կապված, հա, ես վստահ եմ, որ նմանատիպ մասնագետ, երբ որ ցանկություն կհայտնի գալու, բայց ֆինանսական ոնց որ վճարման խնդիր կլինի, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Սամվել Կարապետյանը իր միջոցներից, իր անձնական միջոցներից կտրամադրի ու կծարարով աշխատավարձը։ Խիա ծարարով աշխատավարձ։ Okay, տենց Դե հիմա եթե պետական umbrella termin եմ որպես ես իմ անձնական կարծիքն եմ ասում, անկեղծ եմ ասում, որ հիմնադրամ ստեղծի, հատուկ անկեղծ եմ ասում, չգիտեմ, պետական ապարատ չեմ էլ խոսել սրա մասին, բայց իմ պատկերացնում է, որովհետև Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներից շատ տարիներ, տասնյակ տարիներ շարունակ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար շատ բաներ ունի արած ու իմ կարծիքով եթե պետական բյուջեն թույլ չտա ինչ որ մի հատ, չգիտեմ, գժական մասնագետի, որը որ պետքա գա դրսից հայ մեծ փորձով ու ինքը համաձայն չի, չգիտեմ, պետական աշխատավարձով աշխատի ու մենք կհասկանանք, որ այդ մասնագետը կարա, չգիտեմ, թույն ռեֆորմ անի ու հենց ինքը կարա այդ ռեֆորմն անի, հավատացեք Սամվել Կարապետյանը այդ հարցերը կլուծի, այդ մարդը կգա ու կծառայի Հայաստանի Այդ գրավոր խնդրում եմ ձեր ծրագրի մեջ նաև Եթովպիայի արտացոլ եք, հա։ Եվ երևի վերջի հարցը այդ ռեֆորմի մասին խոսեցինք, ոնց որ ստացվեց այս սուպեր վարչապետական համակարգը, տենց մի քիչ ավտորիտար իր մեջ դառնալու տարեր եւ բան, ոնց որ խրախուսում է, էլի, որ նույնիսկ բարի տրամադրությամբ գաս ու այդ ուղղությամբ գնաս, իսկ ընդհանուր երկրի կառավարման համակարգում փոփոխություններ նախատեսում եք, մնալու է այս ինչ որ կա թե նախագահական եք քննարկել է, որը ավելի արդյունավետ կլինի հողի վրա, հավանաբար չափազանց գայթակղիչ է, հիմա ասենց ամեն ինչ ուղիղ վարչապետի բանով է, իերարխիայով ենթակա է ու դե հիմա տեսնում ես, որ այս հնարավորությունը գայթակղություններին, ասենց ասեմ, գայթակղություններին չպետք է նայել, պետք է արդյունավետությանը նայել, ինչքան է հողի վրա արդյունավետ այդ արած աշխատանքները ու մարած աշխատանքները անկեղծ եմ ասում, էլի անկեղծ շատ եմ շփվում ժողովուրդը այս sense յախայա թափ տալիս հոգնել է այս ամեն ինչից, իրենց պոպուլիզմից, իրենց սուտ խոսալուց, իրենց ամեն ինչից հոգնել է։ Այս մարդիկ ուզում են լսեն ինչ, երբ ու ինչ սպասեն քեզանից։ Ուզում են լսեն այն մարդուց, ումից որ շփվելուց անգամ հիմա մարդ են շփվում են, հետդ շփվում են, հասկանում են դու խոսքի տերելնող մարդ ես թե չէ։ Նայեք, ես ուզում ասեմ, մի գայթակղվեք Նարեկի առաջարկով, ես օրինակ կողմ եմ, որ ավելի ես ավտորիտար չի ասի, ես կասեի ավելի կենտրոնացած կառավարման ձև լինի, այնքան ինչքան դեռ էլեկտորալ ինստիտուտը գործում է, հա, եթե մեկը ընտրությունների միջոցով է ընտրվում իշխանությունը, օքեյ, թող մաքսիմալ իշխանություն կենտրոնացված լինի ի տարբերություն, ասենք Ամերիկայի, որտեղ տենց առաջի մի կես տարին մի կուսակցությունը կարող է ինչ-որ բաներ տանի, բայց հետո կոնգրեսում կամ բանում այն մյուս կուսակցությունը ինչ-որ տենց վետոյի բանի արդյունքում 4 տարի այդ երկրում ոչ մի բան չեն կարողանում անել, որտեղ կամ այս կուսակցությունն է բլոկում, կամ այն կողմն է բլոկում, դրա համար այդպես տարին երկու անգամ shut down է, դրա համար պետական ապարատը չի գործում, բան, օքեյ, թող մի քիչ կենտրոնացած լինի, ուղղակի ժողովրդի ընտրած ու ժողովրդի ուզած մարդիկ այդ կենտրոնացած իշխանությունը իրականացնեն, որ արդյունավետ եղավ, ավելի արդյունավետ եղավ, տենց էլ պիտի անենք։ Իսկ մա խնդիրը HR-ային խնդիր է, որովհետև այս համակարգը լավ կաշխատեր, երբ որ ազգային ժողովում նստած լինեին ունակ, sense թույն падգամավորներ, որ առաջ կտանեն բան, բայց պրակտիկայում ինչ անում։ Գուցե եւ ցուցակում կարող է ասենք առաջի 20-ը 30-ը այդ մարդիկ են, իրանք ընտրվեցին, միանգամից անցան գործադիր ու գալիս է պարլամենտում նստում այն մարդ, որը արդեն այդ մասնագետը չէ, երբ որ ինքը նստած է, ինքը կառավարությունից եկող օրինագծերի դակողն է դառնում։ Ինչը այսօր ունենք, ինչը նախորդ խորհրդարաններ եւ ինչը վտանգը կա, որ հաջորդ խորհրդարանը կարող լինի։ Այսօրվա խորհրդարանի պատկերը մենք չունենք բան 200-300 պլյուս այդ թույն մասնագետը, որը մի հատ կառավարությունը փոխնախարարները բան սաղկելցնի ու հələ ազգային ժողովում կմնան sense պայքարող նախաձեռնող կառավարման մոդելի հետ ոչ մի կապ չունի, պետք է։ Այդ ասում ես ազգային ժողովում բան են գալի, բա ինչ պետք է առանձին մեծամասնականը որ պետք է ընտրեն, պետք է առաջի սորտի սեղանի վրա դնելու մասնագետներ, Նարեկի ասածն է, որ նրանց սաղին տարար գործադիր, կոմոդ չի հերիքում։ Նարեկի ասածն է, որ ցուցակի առաջի այդ top համարներին, որ ներկայացնում ես որպես միանգամից գնում են գործադիր հողի վրա գործանելու Այն ոնց որ դեն մնացածը չի նշանակում, չգիտեմ 20-ից ներքև, 80-ից ներքև վատ մասնագետներ են ամենևին, բայց ավելի լավ իր միջը գոնե միջը հիմա է դա նշանակի։ Բայց դրա լուծումը ո՞րն է, այսինքն չեմ հիշում, պարլամենտական դասը չլինենք պարլամենտական, ես էդ էի ու միանգամից մասնագետներ կլսվեն, հա, ազգային ժողով։ Դե գոնե չենք խափի, որ այս երկիրը կառավարում է պարլամենտը, որովհետև հիմա ասես նայում ենք մարդկանց աչքերին ու սուտ ենք, ասում ենք մենք խորհրդարանական երկիր ենք, չէ՞, մենք երկիր ենք, որտեղ խորհրդարանը դակում է ինչ իրան որտեղ եկեք մի հատ թույն բան ֆիքսենք։ Ամեն մարդ պետքա զբաղվի իր գործով ու վերջ։ Ու պետքա պրոստը աշխատասեր լինի։ Երբ որ ամեն մարդ զբաղվեց իր գործով աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ,
չես կարա ռեզուլտատ չտաս։ Այդ կլինի ցուցակի 80-րդ տեղը, 3-րդ համարը, թե 127-րդ տեղը, այս սեթը 3 աշխատասիրություն, հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ։ Ուզում ես вообще ցուցակում էլ մի եղի, ռեզուլտատ ես տալու։ Ու լավ ռեզուլտատ, որը որ ազդելու է մեր հայրենակիցների առօրյա կյանքի բարելավման վրա։ Okay, ու իմ վերջի հարցը խաղաղությունը հիմա տենց ոնց որ դրա շուրջ է նաև լինելու ընտրությունները ու իշխող կուսակցությունը այն ֆիշկայի վրա է գնում, որ շատ փխրուն խաղաղություն է, եթե իրենք շարունակեն, կարա վտանգված լինի։ Ինչ երաշխիք ունենք, որ դուք չեք վտանգի, ասենք թրիփը կամ այն պայմանավորվածությունները, որոնք կան այս պայդրությամբ։ Ինչն է փոխելու ռեգիոնալ, հա, հարաբերությունների հարցում, թրիփի հարցում, Ամերիկայի հարցում։ Տեսեք, մենք Նարեկը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ մենք զորոյական կետից չենք սկսելու։ Հա, տեսել եմ դա։ Կգանք կվերցնենք, Okay, ինչքան որ տեսնում ենք, ինչն էլ որ այս պահին չենք տեսնում, կվերցնենք, կհասկանանք ինչ ունենք։ հասկացա։ Շարունակենք դրա վրա աշխատել։ Դուրս չեն գալի թրիփից։ Էլի եմ ասում, մեզ ուժեղ ղեկավար է պետք, լավ բանակցող ղեկավար է պետք։ Եվ ուժեղ եւ լավ բանակցող ղեկավար ունենալու պարագայում, ու մենք շուտով Աստված առաջ կունենանք այդ ղեկավարը, պետքա պայմանավորվի, ճիշտ պայմանավորվի։ Ինչ վերաբերվում անվտանգայինին, մենք շուտով մեր տեսլականը կներկայացնենք, ինչ առաջարկներ ունենք, ինչ ենք պատկերացնում ու ոնց ենք այդ ամեն ինչն անելու։ Ինչ վերաբերվում է կլինի ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Իրան, մնացած պետությունները բոլորի հետ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա բարի դրացիական հարաբերություններ։ Բոլորի հետ, ու այդ բոլորի հետ այդ բարի դրացիական հարաբերությունները պետք է ծառայեցվի իշա հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության։ Ու մեր ուժեղ Հայաստանի ուժեղ ընտրողի ընտրած ուժեղ ղեկավարը հենց այդպես էլ կան։ Okay։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք սպասենք փետրվարի 12-ին, տեսնենք ով է, գիտեք, չէ՞ որ Սերգեյ Գրազա հանրության հետ եկել։ Հա, Ինքը ունի տարբերակ, Որն էր ձեր պնդում է, որ տարբերակը։ Կարեն Կարապետյանն է ձեր տեխնացուն։ Եթե չէ, կարմիր կոստյում է հագնելու հաղորդման ընթացքում։ Այո, այո։ Այդպես որ հանրային Գրազա եկել, ես վերսիաներ չունեմ։ Կարող է գաք։ Ուր։ Մեր միջոցառմանը փետրվարի 12-ին։ Հայտարարման։ Հա, բա Դուք ամեն դեպքում հրավիրեք։ Կոստյումով գամ։ ամեն դեպքում կարող եք վերցնել, եթե կրվեք հենց այնտեղ էլ։ Եթե ինձ սեքսի նախարարի պաշտոնը խոստացվի, չեմ բացառում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր հյուրներ մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը, եթե կան հարցեր անպայման կոմենտներում գրեք, եղեք ակտիվ, հարցեր տվեք, ինչը ձեզ մութ մնաց, հուսով եմ կմտնեն կպատասխանեն, բաժանորդագրվում ենք, լայքը դնում ենք եւ հանդիպում ենք հաջորդ շաբաթ։ Պլյուս հարցեր տվեք, որտեվ էլի ենք հրավիրելու մինչև ընտրություններ բոլոր ուժերից։ Ես սիրով կգամ։ Տեխնացուներին ենք հրավիրելու, հենց որ ձեր հարցերը հաշվի կառնենք։ Всё։